Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք թթմիգով շատ համեղ գրաթան, իմ երևի ամենաառաջին ճաշելիցը, որ պատրաստել եմ մեր համար, մեր տանը, իմ ամուսնուն, եւ ինքը դարձել է մեր տան ֆեյվորիտը եւ միջև հիմա ես կպատրաստեմ եւ կհիշեմ լավ հիշողություններ։ Քանի որ միշտ նոր հարսի պատրաստած ուտեստները այդ առաջին մի քանի հատ որ ինքն իրենա պաստում իր ամուսինին տենց համովությունները պատրաստում, այդ ինքնավստահությունը շահում են տեղից եւ արդեն տեսնում եմ որ հույս կա եւ կարող եմ միշտ համով բաներ պատրաստել։ Այսինքն մի խոսքով vocation չում եմ ես բոլորին, ովքեր որ վախենում են պատրաստելուց, ովքեր որ մի քիչ գիտեն պատրաստել, բայց տենց պետք ունեն մոտիվացիա, ես ձեր հետ եմ, ձեր կողքին եմ, ձեր համար ամեն ինչ անում եմ, բաղադրատոմսերը գիսվում եմ եւ գաղտնիքներով գիսվում եմ, որպեսզի դուք միշտ պատրաստեք եւ ձեր համար եւ ընտանիքի համար համովություններ։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 5 կիլո մանր թթմիկներ, 5 կիլո աղացած տավարի միս, 200 գրամ թարմ մոցարելա, 2 բաժակ գաթ, 2 ջաշի գտալ ալյուր, 2 ջաշի գտալ կարակ, 1 ջաշի գտալ բղբեղի մածուկ, 2 ջաշի գտալ լոլիկի մածուկ, 1 հատ սոխ, 5-ից 6 բջեղ սխտոր, 4 բաժակ ջուր, մի հատ մշնգույս։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, դարչինի փայտիկներ, թաբնու տերև եւ ցիտապտղի ցետ։ Կդում ենք սկիզբները եւ մի թեթև վերջը։ Հետո կիսում ենք երկուքի։ Այսպես։ Հիմա երկու ցև կա։ Կամ հիմա մենք արդեն կփորենք եւ արդեն կուղարկենք չերոց, կամ կարող ենք ուղարկել չերոց, հետո արդեն ինքը պապկում է ու միջուկը հանում ենք։ Ես օրինակ սիրում եմ երկրորդ ցևը, որովհետեւ ինքը ավելի հեշտ է դուրս գալիս, ու սկզբի այդ effort-ը կամ այդ չանկը, որ թափելու ենք, հետո չենք թափի։ Մի խոսքով ես սենց անելու եմ իր վրա աղ եւ բղբեղը ավելացնելու, ուղարկելու եմ չերոց, իսկ հետո արդեն կշարունակենք։ Այս ճաշը պատրաստելուց հիմա մտածում եմ, որ եթե տենց անուշիկ սեղան եք արդեն գցել, իհարկե իր մեր հայկական լավաշն անդեղ լինելու, մեր ինչ որ խմելիքներ պետքա լինի, դե իհարկե խմելիքները մազա եւ սիլ պետքա լինեն, չէ, եթե ուզում եք համով, եթե ուզում եք որակով, կարող եք մազա, մանգո մանավանդ իմ սիրածս տնել սեղան, նույնիսկ խնձորը կարող եք տնել, մի խոսքով համով ըմբելիքներ եւ այլն կտնեք սեղանը, իսկ հետո, այս ճաշից հետո, գիտեմ որ հիմա հարցնելու եք, այսօր քաղցրը ինչ են ուտելու շաղիկ։ Իսկ ես կասեի, այսօր ուտենք մանր կաթաները։ Մի խոսքով, այս ուտելիքը պատրաստելուց չերոց եմ ուղարկելու, հետո կփանանք այդ մի կաթան եւ սուրճով կվայելենք։ Քանի որ սկզբում պետք է ուղարկենք չերոց արդեն թրել ենք 180-ից 190 աստիճան, տաքացրել ենք, հիմա ուղարկելու ենք մոտավոր 20-ից 25 րոպե պետքա թթմիկները եփվեն, արդեն իրանց զգում ես, որ իրենք փափկել են ու եփել են, այսինքն պետք չէ կարմրացնել կամ շատ մաքսիմում եփել, 160-ից 70 արդեն օքեյ է։ Հիմա ես շարում եմ իր վրա միան աղ եւ բղբեղ եմ տնելու ու ուղարկելու եմ չերոց, դե իհարկե մի քիչ է ցիտապտղից հետ։ Իրականում այս տարբերակը ինքը եւ առողջարար է, քանի որ ընդհանրապես ոչ տապակում ենք, ոչ ուրիշ բան ենք անում, չերոցում ուղղակի թխում ենք, մի քիչ ցիտապտղից հետո, այսինքն մի խոսքով ինքը եւ համով է եւ առողջարար։ Ու ասեմ մի հատ էլ գաղտնիք, ես բալանս պայշաղիկի սննդակարգով, ովքեր որ գիտեն, արդեն ես առողջություն եմ ուղարկում ամեն անգամ կամ ամեն օր շաղիկով, դե ինչ, երևակայեցեք ուտում եք եւ առողջ, ուտում եք եւ համով միատեղ։ Սև բղբեղ տնեցինք մի քիչ, այսպես։ Եվ մի թեթև ցիտապտղից հետ։ Դե ինչ, ուղարկենք չերոց, որովհետեւ մենք միջուկը պատրաստենք, մինչև միջուկը պատրաստել է, արդեն իրենք պատրաստ կլինեն։ Մի հատ օջարվում եմ ABC-ով, այստեղ մաքրում ենք,
ABC-ով ու հետ ենք վերադառնում։ Բարև ձեզ։ Կտրատում ենք սոխը եւ սխտորը։ Շատ շուտ կտրատենք, որպեսզի քիչ լանք, դրա համար իհարկե այսպես արակի վրա մարացնում ենք։ Մի հատ ուղղակի ջզվում եք, հետո մարացնում եք։ Չենք խառնում սոխին հետ, որովհետև առաջ սոխն ենք դնում, հետո սխտորը։ Համեմունքները պատրաստ եմ, այստեղ օգտագործելու ենք թափն ու դերև, դե իհարկե ինչ որ օգտագործելու ենք համեմունք, բոլորը մարանիկ ենք օգտագործում, դուք շատ լավ գիտեք, որովհետեւ լինի մեր ուտելիքը ել ավելի համով։ Եվ մի հատ դարչինի փայտիկ։ Ավելացում ենք ցիտապտղից հետ։ Ավելացում եմ սոխը։ Թեթևակի արդեն տապակում ենք։ Մի քիչ աղ եմ ավելացում։ Մի քիչ լավ տապակում ենք, մինչև որ ինքը դառնա տրանսպարան կամ տափանցիկ։ Արդեն ավելացում ենք միսը։ Սկսում ենք տապակել աղ, սև բաբեղ, կարմիր բաբեղ, մի քիչ գծու, խառնում ենք, մի քիչ լավ ճզմում ենք տկալով կամ սպատուլայով ու արդեն թողնում ենք տապակվի, բայց մինչ այդ արդեն կարող ենք ավելացնել սխտորը։ Հոդերը արդեն շատ հետաքրքիր են։ Հիմա արդեն պետք է ավելացնեմ դարչինի փայտիկը եւ թափն ու դերևը։ Ուզում եմ մի քիչ էս բաբերից ավելացնել։ Ավելացնում եմ մի քիչ դարչին, շատ քիչ։ Իրականում դարչինը միսին sense ինչ որ ուրիշ արոմա է տալիս, ես շատ եմ սիրում։ Արդեն կարող ենք լոլիկի մածուկ ավելացնել։ Բաղբեղի մածուկը։ Լավ խառնում եմ։ Իսկ հիմա ավելացնում ենք մի քիչ ջուր։ Իսկ մենք սիլի ջուրն ենք օգտագործում։ Հիմա թողնում ենք լավ եփի մինչև 12-14 րոպե, որ միսը ամբողջական եփվի։ Տաղավարում ինչ հալեցված, արդեն կվազեք շուգա եւ կպատրաստեք։ Իսկ եթե շուգա վազեք, կարող եք նայել ամենամոդիկ 8-8 սուպերմարկետը եւ այնտեղ մտնել եւ վերցնել այս բոլոր պաղաթիչները ու այսօր պատրաստել։ Դե իհարկե մի հատ էլ հիշացնեմ, որ խաղարկության մասնակցեք, որովհետեւ չեմ ուզում իմ հերոստատի դողը բաց թողնի այսպիսի հնարավորություն։ Եթե մտաք 8-8 սուպերմարկետ, կարող եք ինչ որ նշված տեսականուց, եթե մի հատ ապրանք եք վերցրել եւ ձեր քնումը 5000-ը կերազանցի, արդեն մտնում եք խաղարկության։ Իսկ եթե մտնեք խաղարկության, ինչ եք շահելու։ Բնագարան, yes, բնագարան։ Մեր միսը գրեթե պատրաստ է, բայց քանի րոպեյալ կուզե, դրա համար ես կարամ փոխեմ տեղերը եւ կարող ենք ստեղ սկսել բաշամել սոսը։ Ավելացնում եմ ալյուրը։ Արդեն ալյուրը սկսավ կարմրելու, ես թրում եմ գարակը։ Ու շատ արագ խառնում եմ։ Իսկ ես ինչ եմ սենց անում, որովհետև ավելի համով է լինում սոսը։ Հիմա ավելացում ենք կաթը։
խառնում եմ արագ, ավելացում ենք մշնգույզ, մի քիչ էլ միսին, խառնում եմ, արդեն սկսավ հաստնալու տեսակ, իսկ ես այս թանձրությունից ավել պետք չունեմ դրա համար, ես արագ աղն եմ ավելացում և սեբոբը։ Ու արդեն մեր սոսը պատրաստ է։ Նայեք ոնց է։ Կրակից հեռացրեցի ու արդեն պատրաստ է։ Գնանք բերենք թթվիկները ու արդեն գործողությունները անենք։ Հələ մի հատ հոդը նայեք։ Այսպես պետք է ուղղակի, քանի որ մեջի մասը շատ փափուկ է, հիմա քանի որ ես տաք է ուզում եմ անեմ, բայց այսպես պետք է հանենք ու դատարկենք մեջուկը։ Սենց մաքրում եմ, հանում եմ, տեսակ։ Անցնում եմ հաջորդին։ Ինչի ասեցի ես սկզբում, որ ես սիրում եմ սենց, որովհետև ինքը փափկելուց հետո այնքան հեշտ է դուրս գալիս, որ սկզբում ուղղակի ուրիշ գործողություն է պետք, իսկ երբ որ ինքը դակ է, արդեն ինքը եփել է, ավելի հեշտ է դուրս գալիս։ Իմիջիայլոց այս ճաշը առաջի անգամ իմ հոգուրս է արել, այսինքն իմ հորս քույրիկը, որը հիմա Կանադայում է, վստահ ինձ նայում է, եթե նայում է, բարևում եմ, ունեմ 3 հոգուր, 2 մոգուր, կյանքս պատմեցի այս։ Մի հատ էլ տնենք ու արդեն կարող ենք լցնել։ Բերում ենք միսը, մի հատ լավ խառնում եմ, սենց վերցնում ենք ու սկսում ենք տնել, այսպես, մի քիչ տնում ենք, մի քիչ էլ ենք ավելացնում, մոտավոր ամեն մեկուն մի 2 գդալ ենք տնում, այսպես, փորձում ենք բացել ու տնել և այսպես շարունակում ենք, ամեն մեկուն մեջ 1-1.5 տկալ տնում ենք ու առաջ ենք գնում, ճիշտ այսպես։ Տեսար շաղգի ինչ պատրաստեց այսօր, դուք ասես մոռացել էի բացել TV-ին, դրա համար մի մոռացեք, ամեն օր թրեք մեր ժամերը, մեր հաղորդումը և բաց մի թողեք, արդեն ավելացրել սոսը, գնացեք։ Դե ինչ, հիմա մենք կարող ենք էսի մի հատ ուղարկել չերոց, մի քիչ լավ եփվի ու արդեն վերջի 10 րոպեն ավելացրենք մոցարելաները։ Մի հատ բակահասենք ու ստեղ մաքրենք։ Դե ինչ սիրելիներս, քանի որ գրեթե պատրաստ է, մնացել է մեր մոցարելա պանիրը ավելացնել, իսկ մոցարելաները այսպես կտրատելու եմ ու ավելացնելու եմ։ Մի խոսքով թարմ մոցարելան էլ կավելացնենք, եթե գուզեք ինչ-որ ուրիշ պանիր կարող եք, բայց ավելի լավ է տենց թեթև պանիր լինի, հանգստացնող, կոմֆորտ։ Ավելացում եմ։ Մի հատ էլ ենք ուղարկելու չերոց ու արդեն պատրաստ կլինի։ Մինչև արդեն վերջնական տեսքին հասնի մեր զուքինի գրաթանը, այսինքն թթմիկով գրաթանը, ես ուզում եմ ասել, որ մենք մի հատ նորություն ունենք մեր տաղավարում, որը Արարատ ջրերն են,
կամ ջուրերը, որոնք նորեն նույն սիլ կազմակերպության են, բայց իրենք պրեմիում դասի ջուրեր են, իսկ ջուրը դե իրականում արդակարգ է, կարող ենք եւ բացել, փորձել միասին, երբ որ երեխեքը գնալու են արշավ եւ բանակում, ինքը շատ դոգուն է, որովհետեւ մենք հին ժամանակ օրինակ սենց շիշեր էինք օգտագործում, որ բանակումի կամ արշավի էինք գնում, ինքը պահում է ջրին սառնությունը։ Մի խոսքով խմում ենք։ Շատ լավն է։ Մեր նորույթին մասին պատմեցինք եւ հիմա գնանք մեր գրաթանը բերենք, որովհետեւ արդեն պատրաստ է, մենք պատրաստ ենք, անհամբերենք։ Վաու։ Չգիտեմ, բայց որ իմանաք հոդը հիմա այս րոպեին արդեն գինակ կեդեն։ Գինակ կեդեն, այսինքն գնգնեք։ Եվ այսօրվա թեթվիկոպ գրատանը պատրաստ է։ Դուք էլ անպայման պատրաստ եք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Ահա, հիմա լցրել ենք, ամեն ինչ տեսել եք եւ արդեն մենք հասել ենք այդ բաղը, որ պետքա փորձենք։ Իսկ ես փորձում եմ ձեր հետ միշտ։ Գնացինք։ Վերցնում եմ բանրից, սոսից, մսից ու զուկինիից կամ թթմիկից։ Համերը, համադրությունը, իդեալական, միսը, թթմիկը, սոսը եւ պալիրը, այս 4-ը իրար հետ այնքան լավ են ամուսնացել, որ դուք չեք պատկերացնի ստեղ ինչ կան համովա։ Մի խոսքով անպայման կպատրաստեք, ոչ թե բացեք թողելու այս համովությունը։ Վաղը նույն ժամին ժամը 9:00 եւ 17:00 Գետրոն TV եթերով կսպասենք ձեզ պատրաստ, գազն պատրաստ, նոր բաղադրատոմս քրի առնելու։ Դե ինչ, ցտեսություն եւ բարեխորժակ։